Ուրեմն մեր երկրորդ նյութը, որ պիտի խոսենք, շինարարները չեն հարցներ, ինչ է այն քինը, որ պիտի վճարեմ։ Շինարարները չեն հարցներ, ինչ է այն քինը, որ պիտի վճարեմ։ Արիթովը Լիբանանի ավետարանական եկեղեցիներու մեծավորը գար, որ բոլոր համայնքներուն մեծներ ժողովի էինք միասին դարիներ առաջ եւ Դագավին Սեսինի մեջ էր մեր ծառայությունը եւ նույն եղավ եւ իրենսի որ մենք դարեգան վարձ կվճարենք $55,000 իբրև վարձ դեղին ասա վաու սուղե ես ուրիշ բար չունեի իրենսելու բացի որ Հիսուսի համար սուղ բան չկա որովհետև ես գիտեի այդ դեղին շինվիլը օգնությունը նյութականը աշխատանքը գադարվածը ամբողջ դերոջ парքին համար էր դերոջ քայլերներ չէի գնար ուրիշ պատասխան տալ անարգական պատասխան չուզեցի խնդալ միայն սի որ Հիսուսի համար սուղ բան չկա ինքը իր գրասենյակին թուրեն ինձ պիտի արձակեր այդ խոսքը սելես վերջ մինչև իր օֆիսի թուրսի մայր թուրը հետս կալեց որովհետև ինք լսեց փամը որ պետք ուներ այդ թվականին Լիբանանի ավետարանական եկեղեցիներու ամբողջ համայնքներուն մեծ գլուխի գրասենյակը կամ շենքը պետք ուներ $350,000 որ կարենան նորոգել մինչև այսօր դակավին չեն նորոգած մինչև այսօր դակավին ուրիշ դեղ կնստին իրենք միլիոնով դոլարով օգնություն կստանան ամերիկայեն անգլիայեն սվիսրայեն բայց դակավին չգրցան ադիգա շինել չեմ քննադատեր չեմ այբաներ բարձորեն կթելաթրեմ որ Աստծո ցայնը լսելը ավելի զորավոր դառնա մեր մեջը քան բոլոր մույս ցայները միշտ ամենաբարձր ցայնը չի նշանակեր Աստծո ցայնն է մեր շուրջ մեր կյանքի մեջ լեցուն բարձր ցայներ կլան բոլորս ալ գիտենք չէ նեղությունը ցայնը կբարձրացնե մուտդ կավրե հիվանդությունը դժվարությունը անկործությունը նույնա որևէ մեկ բանի ցայն գրնա կյանքիդ մեջ հանգարց այնքան բարձրանալ որ Աստծո խոսելու հետ սիրտ անգամ չես ունենար բայց եթե վարժություն ունիս դերոջ հետ քալելու կյանքդ նման դարբեր կլա երբ Աստծո նպատակը քու անձնական հանգստութեն հետ ավելի մեծ եւ զորավոր կդառնա թուն կսորվիս քին վճարել անցյալ օրերը մեկի ինձ արծուց սա մգրչական եկեղեցիեն ներս հadouk ցևը որտեգրած են բարգևները չեն ընդունիր Սուրբ ոգի մգրդության հետ կապված բոլոր դրսևորումները զգացական արտահայտությունները չեն ընդունիր եւ ցևը որտեգրած են միան Աստծո խոսքը կարոզելու ավելի հանգիստ ցև ընդունած են անցը հավատքով գխոսեր ես ալսի իրեն ինձ եկա ցույց տուր ամբողջ Աստվածաշունչի մեջ Աստված դեղմը արտոնած է որ իրեն ծառայողները որոնք երկիր դակնու վրա արած էին օծության զորությամբ մեկ հատ իր ծառայությունը հանգիստի մեջ ըրած է սկսյալ մեր Տեր Հիսուսեն մեկը հանգիստը փնտրելով չրավ բոլորը նետվեցան դժվարության ծովուն մեջ պայմաններում մեջ դերոճմով դուրս եկան բոլորը իրենց գարքին քին վճարեցին եթե մեկ հատ Աստվածաշունչը գարտաս փնտրելով քանի հոգի Աստծո ծառայած է եւ ինչպես բոլորն ալ քին վճարած են փանը չկա հոգևոր կյանքիդ վրա գավելնա առանց թիմացը փոխարենը քին վճարելու այն մարդ ազատ է զավակ է երկինք պիտերթա բայց ոչ մեկ հոգևոր ավելի փամը կունենաս առանց քին վճարելը մշակելը քու կյանքիդ մեջ օրնողին եւ շինարարի միջև եղող ամենամեծ դարբերություններն են դարբերությունները
դարբերությունները մեկը իրականության մեջ բարգևը անցին դաղանթը չէ, հաբա նվիրումն է։ Սա լավ գիտեք։ Շատ ծառայողներ, ես տեսած եմ հարյուրավոր, ծառայության կմտնեն, ծառայության թաշտին մեջ կփեռնավորվին, կնեղանան, դժվարություն կունենան, որովհետև եւ շատեր արդայդված են, ես ցիրկ ունիմ, անիկա ցիրկ չունի, ես գրնամ, անիկա չի գրնար, ես ցիրկը դաղանթը դվի ընելու համար, կնկատես, որ ինք գուզե կնահատվիլ, արժևորվիլ իր դաղանթին համար, ոչ Աստծո նվիրումին համար։ Գիտեք, եթե ես այսօր պատճառ պիտի քրեմ, որ այլևս նեղվիմ, շատ երկար կլա ցուցակը։ Դերս օրական երկար ցուցակ կլա, բայց ես այդ ցուցակին համար չէ որ կծառայեմ Աստծո։ Նվիրում ես կծառայեմ, ես նվիրումս գույսի պես կբահեմ։ Որտեղ առանց այդ նվիրումին ես չեմ գրնար շարունակել նույնիսկ սիրած Աստծուիս հետ։ Մերսի։ Օրհնող անձը, օրհնող մտայնություն ունեցող անձը, օրհնվել սիրող մտայնություն ունեցող անձը հաճախ կհարցնե. այսօր ինչպես կգրնամ օրհնել, այսօր ինչ կնեմ որ օրհնվիմ, ինչպես կգրնամ քաչալերել, քիչ մոդս լավ չէ, դեր ինձի քաչալերե, դեր ինձի օրհնե, դեր ինձի զորացուր, թեև ասոնք քեղեցիկ արդահայտություններ են, արժեքավոր հարցումներ են, բայց շինարարները այս հարցումները չեն հարցներ։ Դուք կրնակ համեմատել շատ ավելի խոր հարցում գուդան, կսեն ինչ պետք է ընեմ, որբեսի Աստծո ինձի վստահած կորձը հաջողության հասցնեմ։ Դեր ինչ ընեմ, ինչ է առաջնորդությունը, ինչ է ցևը, այսօրվա գամքը եւ իր նվիրումը գարդահայտվի, ոչ թե իր մարդկայինին բեռնավորվածությունը, իր դաղանթին վրա թրած ես կորձեր, որն է Աստծո համար, բայց թուն ես տնողը, ինքը ամեն օր կբեռնավորվի, այսօր ալ դրվեցավ, ինձի մտածող չկա, ինձի նայող չկա, ինձի հարցնող չկա, միայն ինձի գուդան, ես ալ հարցնող չունիմ։ Մարդ հարցնող չունիմ, բայց որ ձունգի կամ, իմ մխիթարությունը սանդեղեն է, ես չեմ գրնար ավրել իմ մուդս, վիճակս, ծառայությունս, նվիրումս, որովհետև մարդը ինձի հանդեպ սխալեցավ։ Ես պիտի շարունակեմ։ Ուրեմն շինարարը գսե ինչ պետք է ընեմ, ինչ ընեմ, որբեսի ինձի վստահած արժեքավոր կորձդ իր կատարումին հասցնեմ։ Նվիրում արդահայտություն, շինարարները կհասկանան, որ Աստծո արքայության մեջ ոչ մեկ մնայուն եւ թանկարժեք կորձ կկատարվի առանց քին վճարելու։ Անկարելի է։ Այդ զանազանությունը ներքնաբես ճանաչած են իրենց միտքը մարզած են այդ ճշմարտության համար, եթե ես բռնված մնամ ասոր մարդկայինին, շոշափելին, զգացականին, փափակին, ցանկության, այս աշխարհին հրամցուցած բանին եւ չորոշեմ Աստծո համար ասիգա իբրև քին վճարել, ես հոգեվորապես պիտի չաճիմ։ Շինարարները կհասկանան, որ Աստծո արքայության մեջ ոչ մեկ մնայուն եւ թանկարժեք բան կհաստատվի առանց քին վճարելու։ Ոչ թե որովհետև Աստված գուզե դժվարացնել կյանքը, հաբա որովհետև ամեն բան, որ պիտի քոյադևե, ամեն բան, որ պիտի շարունակե, կպահանջե հարադևություն։ Այն մարդը, որ քին վճարել չի գիտեր, որ այս աշխարհի մեջ առօրյա բաները, որ իրեն կհրամցվին, անոնք վճարելի քիներ են հոգևորապես աճելու, դեր ինչ օրինակ տվավ բանին, ծառային, որ իր դիրոջը ունեցվածքները սխալ կգործածեր, իրեն սորվեցուց, որ այս աշխարհի մեջ ունեցվածքները այնպես գործած է,
որ հավիտենականության մեջ ավելնա, չէ՞։ Շինարարը կհասկնա, որ մինչ առօրյայի մեջ գաբրի իբրև հավատացյալ, կան բաներ, որ երբ իբրև քին գորոշ է վճարել, ինք հոգևորապես գաջի։ Եվ ասոնց մեն հավատարմությունը, ասոնց մեն անձնազոհությունը, անձը զոհելու պատրաստակամությունը, ասոնց մեն սերը, Աստծո արքայությունը երբեք չի շինվիր այն մարդոց միջոցով, որոնք իրենց հանգստությունը կփնտրեն։ Իր հանգստությունը փնտրող մարդը չի գտնար բաժին բերել Աստծո արքայության շինվելուն։ Այսպես արեք, եթե դու քո հանգիստդ փնտրես X միտք ունի, դու քո հանգիստդ փնտրես X միտք ունի, դու քո հանգիստդ փնտրես X միտք ունի, դու ինչպես միասին պիտի գարենակ Աստծո տակավորությունը շինել, երբ դարբեր միտք ունիք, եւ մինչ Աստծո տակավորությունը աշխարհը զոհելով շինել գարաչարգե, ինչպես պիտի գարենակ շինել, անկարելի է։ Անորամար մեր դեսիլքը մեկ է երկինքեն, դեսիլքը գարնենք բոլորս, դեսիլքը կսկսի նվիրումով, հավատարմությունով, դերոջ հանդեպ անզոհողությունը հանցն առնելով, որուն համար Տեր Հիսուսը, ով որ ինձի գուզե հետևիլ, թող իր խաչը առնե, անց ուրանա, եւ իմ յետևես կա անց ուրանալ ասել չէր խաչին վրա մեռնիլ։ Ոչ այլ Հիսուսի նույն չարչարանքները գրել, բայց իր առօրյա կյանքի ընթացքին աշխարհը, որ իր մեջ ունի լեցուն բաներ, որ էսի պրև քինգը վճարեմ, հոգևորությունը զորացնելու համար այդ քայլը առնել։ Ինչպես Տեր Հիսուսը արավ։ Միայն գշինվի այն մարդոց միջոցով, որոնց սիրտը իրենց հանգստութենեն անթին ավելի անթին նվիրում ունին եւ հաստատ գայուն դեցվածք ունին։ Հետևաբար շինարարները դեսիլքով գրաված մարդիկ են, առօրյայով չեն շարժիր, ոչ թե իրենց հանգստությունը փնտրելով կամ իրենց հանգիստին համաձայն ղեկավարվելով։ Տեսեք, նորեն հավատացյալ են, նորեն զավակ են, բայց երբ կխոսենք Աստծո թագավորության կորձին, Հիսուսի նմանելու, Բողոսին նմանելու, առաքյալներուն նմանելու, կամ Աստվածաշունչի մեջ Սուրբ Օգիով տրված օրինակներուն նմանելու, ճամփորդությունը գսկսի ոչ հանգիստը փնտրելով, շինարարի ինքնությունը ներքնաբես որդեգրելով եւ անով շինվելով, կառուցվելով։ Նեեմիա բալադեն դուրս ելելեն առաջ իր ներսիտին փոխված բան ուներ։ Նախքան բալադեն դուրս ելել թագավորին, նախքան երթա քարերեն մեկ հատ բռնելով դեղը տնե, նախքան որևէ մեկ քայլ առնե, արդեն ինքը իր սրդի մեջ փոխված էր։ Ինքը այլևս որոշում է չեր մղվեր, լավ մտի գրեք սիրելիներ, փորձառություն կխոսիմ ցեզի, ոչ խաղապար գուդամ, ինքը որոշում է մղված չքնած այս գործը անելու։ Ինքը Աստծո գամքը ճանչնալեն մղված էր գործը անելու։ Երկու հյուջ մեծ տարբերություն ունի։ Անորամար իբրև հավատացյալ ծեր հավատքի կյանքի արժեքները վայելեցեք, որովհետև այս ծև մտածեսն է քո հավատքի կյանքի հետ համ գարնես։ Եթե այս ծև չմտածես, ոչ հավատքի կյանքի հետ համ գարնես, ոչ չորս կողմդ եղած հավատացյալներեն համ գարնես, միան աշխարհեն կսկսիս համարնել, շատ բնական է։ Զավակ ես, բայց միան ադիգա գդիրե վրա, ասիկա շատ բնական իրականություն մնե, որ մեզի կբադահի։ Հետևաբար Նեեմիա թագավորին ասավ, որ ես ցեզի լավ քեղեցիկ բան մնալ, որ ինձի խենթ հրավ, երկար ժամանակ այս մասին մտածեցի։ Նեեմիա երբ լուրը լսեց, ինքը ամեն օր թագավորին արչև գել է եւ թագավորին քավաթը բիտա։ Գիտեք, թագավորական օրենքը այդ է, թագավորին քավաթը դվածադել չի գրնար լալ, որ ինքը նեղված լա։ Թագավորը գրնա մերցնել իրեն։ Չես գնար թագավորին կորձին արկելք բերել, մուդը ավրված կալ, երեսդ գախ կալ, թագավորին կորձը չէ քու մուդդ փոխելը, թագավորին կորձը, թագավորին արչև ելելը կբահանչե, որ դու թագավորին պետք է 100% տաս, կարևոր չէ դու net ով մերեր է, ով հիվանդ է, ինչ ցավ ունիս, ինչ դգ, կարևոր չէ։ Ասիկա աշխարհիկ սովորական թագավորի օրենքն է։ Նեեմիա ամեն օր թագավորին արչև դիրել էր իրեն քավաթը դալու։ Թագավորը ուրիշ մեկումը ցերքեն քավաթով առնելով քավաթը չեր խմեր։
Եվ որ լուրը լսեց, ինչ երավ 4 ամիս լացավ, սուկրավ, ձոմրավ, աղոտ կրավ, սիրտը ժողովրդին հետ գոդրվեցավ 4 ամիս դերոջ առաջնորդությունը ագնկալեց, թագավորը չգրծավ իսկ դեսնել իր սրտի մեջի փերը 4 ամիս վերջ, հանգարց, թագավորը ասավ, ինչ ունիս Նեհեմիա նեղված ես, բարլույս, ես 4 ամիս է գդարավիմ, դու նուր ես, կանոքի լսած է հավատացյալները այսպես բաներ գսեն, առաջին օրեն պետք է գիտնաս, առաջին օրեն օգնության պետք է հասնես, առաջին օրեն պետք է ենես, կանոքի հետս է, ասա, նեցիկ ինչքան դարբեր է հավատացյալներուն այսօրվա շարժումը, հոգևոր իրական շարժում են, ինչքան գդարբերի, 4 ամիս չցկեց որ թագավորը գիտնա, բայց երբ ժամանակը եկավ որ սիրտի մեջ շինվածը դուրս ելե, Աստված ցկեց որ թագավորը դեսնե Նեհեմիային սրտի մեջինը, բայց առանց գիտնալու թագավորը ասավ ինչ ունիս դու նեղված կերևիս։ Եվ հոն Նեհեմիա ասավ ինչպես ուրախլամ իմ ժողովուրդս այսպես է։ Թագավորը ասավ ինչ կուզես քեզի ենեմ։ Տեսեք, թագավորական առօրյան այսպես չի շարժիր։ Թագավորը իր մատակարարին հետ այսպես ընկերային հաղորդակցություն չներ, մանավանդ քերի ծառայողներուն հետ։ Միայն այն ադեն եղած ամբողջ Աստվածաշունչին է բացության ադեն, երբ թագավորը Աստծո շնորհքով մղված է այդ անձին հետ այդպես խոսելու, ինչպես Գիրոսը հրավ, ինչպես մյուսը հրավ։ Թագավորը ասավ, ինչ կուզես ընել, եւ կսե ինքը հոն աղոտ կրի բահմը դիրոջ, աղոտ կրավ, ծունգի եկավ այսինքն, նո, թարցավ այդ սենյակը, ուր 4 ամիս է ինքը դերոջ արջև վարժված էր գենալ, թե գիտնա թագավորին ինչս է, եւ ելավ թագավորին արջև բացեն ասավ, կուզեմ երթալ իմ ժողովուրդիս քաղաքին բարիսները շինել։ Թագավորը երբ պիտի կասավ, ինքը վերջավորության թագավորին մանրամասն բացատրություն տվավ գսե եւ 12 տարի արավ իր վերադարձը նորեն թագավորին կով գործի 52 օրեն վերջացուց բարիսները։ Տեսեք, սիրտի մեջ շինվել են յետք, ինչ էր մոդեցումը, ինչ էր աշխատանքը, մինչ ինքը սովորական գշարնագեր դակավին լուրջ ուներ, ինչպես պիտի շարժի, Աստված թագավորը շարժեց։ Կանոքի գգաբե, որ ինչու հավատացյալները շատ անգամ չեն արներ, որովհետև ինչ կնեն, շուտով արդյունք կուզեն, արագ պատասխան կուզեն, արագ լուծում կուզեն, իրենց հաջեցնող լուծումներ կուզեն։ Հետևաբար ուշադրությունը չսկսավ հաշվելով իր ընելիք զողողությունները։ Նեհեմիա իր նյութը չսկսավ իր աշխատանքը աղոթող մարդը լալով, չսկսավ զողողությունները հաշվելը, թագավորական բալադը պիտի ցկե, հանգիստը պիտի ցկե, պիտի երթա ժողովրդի մեջ, որ դերոջ մեհերու գաբրին, դա բադերը փլած են, դեր իրենք ուրիշ ցևերով կփորձեն իրենց կյանքը ապրիլ, ամոթով են, անարգված են, ամեն տեսակ վիճակ կա, որոնց մեջ պիտի մտնե։ Եվ այս վիճակները հագարակ են իր ներկա թիրքին։ Չեմ քեր, եթե դուք ունեցած եք այդպիսի վիճակը, որ բահմը դիմացի իրականությունը կտեսնես, որ ծառայությամբ պիտի մտնես եւ քու ներկատ կտեսնես, ներկատ քեզի կգրավե, որ եկու ռոս կեցի, ռոս հանգիստես, ռոս լավ ես, ինչիդ երտաս հոն մտնես եւ գլուխիտաս կամ փորձանք բերես։ Չեմ քեր, կանոք ունեցեր այսպես, բզդիկ կամ մեզ սկացուն նման ներկան լավ է։ Հոսպիտ ծառայեմ դիրոջ։ No, դու դիրոջ չես գնար ծառայել ու քու ուզած դեղը։ Հիսուս անգամ չգրծավ ծառայել իր ուզած դեղի մեջ, ապա գտնվեցավ հոն ուր մարգարեությունը իրեն սերեր պիտի կենաս։ Շատ լուրջ եւ կարեւոր է։ Հետևաբար փերը իր սրդին մեջ, լավ մի գրեք, փերը սիրդին մեջ ավելի ծանր դարձավ մարդոց փերը, մարդոց փրկվելուն, Աստծո գործի ամբողջանալու փերը սիրդի մեջ ավելի ծանր էր, քան մարդումը փնտրած հանգստությունը։
Տեսնես որ համեմատություն դիր, զանազանությունները սիրդիտ մեջ, Աստծո կորձին փերը եւ անոր հանդեպ վճարվելի քինը ավելի ծանր էր սրդի մեջ, քան իր հանգստությունը, որ շատ բացահայտ էր, երևակայական չէր, իրական էր արդեն։ Մարդիկ հաճախ կշարժին իրենց փերը ավելի ծանր, երբ ավելի ծանր դառնա իրենց հանգիստեն։ Մարդիկ հավատացյալներ չեն շարժիր, եթե իրենց սրդին մեջ Աստծո կորձին փերը ավելի ծանր չլա իրենց հանգիստը փնտրել են։ Շատեր գհիանան Աստծո դված դեսիլքին, հալելույա, դերը մեր եկեղեցին աս դեսիլքը դվավ, ասիկա պիտի ենենք, խոսք է կնած, դեր մեջը գյանք չունի խոսքը, այդ խոսքը, որ շրտներես ելավ, մեջը գյանք կունենա, երբ ասեմ, ես այդ փերը, ինչքանը, որ բաժինը պիտի շալգեմ, այն ադեն, օծություն դուրս կուկա, գենթանություն դուրս կուկա, լավ գրծան պրնել, չի պավեր խոսիս, Դավիթը երբ լիպանան էր, լեցում մարդիկ կային, լեցում, ծարայողներ, ես Դավիթին սիրդը կիդեի, դեսիլքին պրնվածությունը կիդեի, երբ մեր երիտասարդներու խումբի մեջ բորդ մը ստեղծեցի, Դավիթին կիդեի ինչ տերի, դեսիլքը պրնող, իսես չէ, դեսիլքը պրնող, և դեսիլքը պրնող թիրքը գարավարողը տերի բոլոր մույսերը կիդեք ով էին, բոլոր անոնք, որոնք պնավ չեն ընազանտիր հովիվին եկեղեցվո դեսիլքին, հոգերնին չեն, և ես այն ադեմ վնե կիդեի, բոլորը Դավիթին թեմ ելան, վերջի երբ Դավիթը երիտասարդներու ծառայության բաշտոնեն ետ կտեպի Հայաստան պիտի կար, որբեսի հոստեղը ծառայություն հանցնարն է, աղոտքով գենալ է ծառայություն ընել է ետ, գիտեք, փարացիորեն իրեն և փարացիորեն ինձի, ինչերսին, նյութը չէ մեր ըսվածներուն, նյութը այն է, որ Աստված ինչպես գնդրե և Աստված ինչպես գահաչողի մարդոց միջոցավ կործել, մարդիկ ինձ իսին, Դավիթը այդ մարդը չէ, Դավիթը չի գրնարնել, իմ պատասխանը շատ բարձ էր, ինձի կարևոր չէ Դավիթը ինչ գիտե, ինչ կրնանել, ինձի կհետաքրքրե Դավիթը ինչքան բռնված է դեսիլքին, մնացածը Աստված պիտի, ահա Դավիթը հոս է։ Ուսերուն վիճակը հայտնի չէ։ Շիրարները դեսիլքը կգրեն։ Տուն դեսիլքը գրող եղիր, դեսիլքին մասին խոսող մի լար։ Դեսիլքին մասին խոսիլը թյուրին է, դեսիլքը գրելն է իրական հոգևոր բարդականությունը։ Շինարարները կհասկնան, որ հավիդենական բաները միշտ մեր ներդրումը կպահանջեն, միշտ մեր ներդրումը կպահանջեն։ Աստվածաշունչին մեջ միշտ ներդնում ընողը պահանջված է, որբեսի հավիդենական ճշմարտությունը ֆիզիկապես երկրի վրա իր կատարումը գտնե։ Հետևաբար, Նոյ իր դարիները դվավ, իր կյանքի դարիները դվավ, որբեսի դաբանակը շինե, դաբանը շինե։ Աբրահամը իր ունեցած ապահովությունը դվավ։ Մովսես իր բալադական իշխանական թիրքը դվավ։ Դավիթ իր հարստությունը դվավ։ Գիտեք, Պեն մնացորդացի մեջ կսե Դավիթ ամեն ինչ իր Աստվածը սիրելուն համար կսե դվավ, մինչ Աստված իրեն մերժած էր, որ ինք շինե, չնեղվեցավ։ Ասավ ուրեմն քանի ես չեմ գրնար շինել, ով որ կանչված է շինելու ես անոր գրնակը պիտի գնամ։ Լավ
փամը անցյալին դիտած եմ as Lord of the Rings ֆիլմին վերջավորության դեղը գա as երկու տղա կգան որոնք իրարու հետ կխոսին մեկը որ մադանին շալգած է մյուսն ալ բարեկամ անունները չեմ հիշել եւ դեղը կհասնի բարեկամը որ իր օգնականն է ինք չի գրնար մադանին առնել իսկ մադանին շալգողը շատ դժվար վիճակի մեջ է այլևս գսե գիտեմ ես մադանին չեմ գնար շալգել բայց մադանին շալգողը գրնամ շալգել եւ իրեն կշալգե որբեսի դանի եւ մադանին գրագին մեջ ներեն գեղեցիկ այն ադեմն ինձ ինչքան դպավորած է ասիգա որ շատ բաներ կա քեզի դրված չէ անես բայց դու գրնաս անոր որ դրված է անոր հետ դնել բայց չես համացայն իրենելու որովհետեւ այդ անցին որ դրված է անել նկարակիրով վարմունքով խոսքով ամեն ինչով գրնա հագարակը լալ քեզի եթե դու նայես դիմացինին չես հաճող իրնել բայց եթե նայես դեսիլքը որ ցես գմիացնե կհաճողի սնել Բողոս իր կյանքը տվավ, Հիսուս իր անձը տվավ։ Այսինքն չես կներ Աստվածաշունչի մեջ մեկը, որ իր կյանքի հիմնական քորը, գորիզը չէ տված։ Գործին հաջողության համար։ Դավիթ տեսեք ինչ ասավ, երբ եկած էր հողը քննելու եւ որնան իրեն ասած էր, որ «Օ, դեր իմ թագավոր, աս հողը քեզի ծրի օրեն»։ Դες ինչ ասավ, Փեն թագավորած 24 Բայց թագավորը որն այն ասավ ոչ հաբա ես զանոնք քեզ մե անշուշտ ըստագով ձախու պիտի առնեմ ու ծրի արածս իմ դեր աստծույս ողջագես պիտի չմատուցանեմ մեկը քին մը վճարեմ որ ջագդի կրդինք է մեկը քին մը վճարեմ որ վճարած քին է եւ այդ հողին վրա եղավ ամեն կորձողություն այդ հողին վրա կատարվեցավ ամեն խոստում իրականացավ Հետևաբար Դավիթ հասկացած էր ոչ մեկ հավիտենական բան կգադարվի առանց որ մեկը դա քին վճարե։ Ժողովուրդ մենք գիտենք, մենք սկիզբեն գսենք որ մենք մերած ենք, կողինից մենք մերած ենք մգրդության բահուն, հավատքի բահուն։ Ասիկա գիտնալիք չէ, ասիկա ապրվելիք է։ Եվ ապրելու համար քին պիտի վճարես։ Չես կնար որոշել ամեն ինչ որ աշխարհը գարաչարգե պիտի ապրիս, բայց ես հավատքով պիտի աճիմ։ Չես կա ոչ գարտալդ կոգնե, ոչ աղոթելդ կոգնե, դու գապված կմնաս, որովհետև աշխարհը ինքը կառավարի քո որոշումը, նույնիսկ երբ գիտնաս հոգևոր այդ բաները լավ հարմարություն կգտնես քո աշխարհիկ ունեցածներով դաբրելու։ Չլար հոգևոր շինողը միշտ պիտի դալ գիտնա։ Շինարարները զողությունը գորուս չեն սեբեր։ Օրը մեկը ինձ ասավ ես իմ հորս հետ նեղվեցա եկեղեցի գալու համար ասի քեզ ով էսա որ հորդ հետ նեղվիս հավատքը դասավ ես չսի հայրդ քեզի հավատքեն գահաներ թուն այդ օրը որոշեցիր որ հավատքի մեջ մնաս ես էի այդ հավատքի հիմը տնողը անոր համար թուն հավատքին համար թեմ դրիր բայց եթե ինձ համար դրիր արդեն սխալ ես Երբ Եղիսեն եկավ Եղիայինքով, ասավ նա ինձ քիչ ժամանակ դուր երթամ լուծեմ խնդիրներս Եղիան ասավ քեզ ով ասավ կնա ինչ կուզես սրե եթե հավատքը չորոշեր որ դու հոս կենաս Ես քեզ ինչս իսավ Եղիսեին Եղիսեն որ հոգիով շարժող մարդ էր գլուխը դարձավուն Արավ եզներեն երկու հատը եւ անոնց փայդերը Զոհրավ ամենուն բաժնեց ցկեց ամեն ինչ հետևեցավ Եղիային, որ ինքը գսեպվեր հարուստ մարդ։ Մեծահարուստ մարդ։ Հետևաբար միշտ հավիտենական բաները հաստատելու համար ներդրումի պետք է։ Շինարարները գտաթրին հարցնել է ինչու ես, ինչու ինձի հետ պատահեցավ, ինչու աս դժվար բանը ինձի դվիր, թյուրինը սեբուին դվիր։ Ինչու համար այսպես է, ինչու համար այդպես է։ Գտաթրին այս հարցումը հարցնել են, հավատացյալներ կարծեն ինչու այդքան դժվար է դեր, ինչու այսքան շատ է փերը դեր, շինարարները կարծեն են դեր, ինչ է ինձի հանձնված հանձնարարությունը, ինչ կուզես ես սնեմ,
Հավատացյալները ես շատ ունեցած եմ ներշնչումի մեջ, երբ դակավին դունն էի, գսեի դիրոջ, դեր ինձ ասե ինչ կուզես սնեմ։ Բայց ես որ դեր օր ինձ ասավ ինչ պիտի անեմ, եւ ելա եւ ծառայության տաշտի մեջ մտա, ունեցա այդ ըսկացումով, ասի չէ։ Ավելի լավ էր ես դուն աղոթքի կյանքիս մեջ մնայի։ Որովհետև մարդոց այդ հարաբերության փերը սկսավ ինձի խոսիլ եւ սկսավ ինձի համոզել, սկսավ չարախոսություն անել իմ իսկ անցիս մեջ, կյանքիս մեջ, որ շատ է։ Եվ այդ ցայնը գահախտվի միայն Աստծո առջև գնալով։ Ով կուզես եղիր, ամենախելացին, ամենազորավորը, ամենահարուստը, ամենաառողջը, ինչ կուզես եղ ունեցիր։ Ոչ մեկ բան գահախտե այդ ցայնին, որովհետև քո զգացումներդ իսկ առաջին խափողներն են քեզի։ Այս մեկ հարցումը, որ շինարարը կհարցնե, ամեն բան կփոխե։ Իր կյանքի մեջ գտնվող դժվարությունը, փերը, հալածանքը իրեն ինչ կդառնա բադիվ։ Ովինից է դժվարությունը բադիվ կդառնա իրեն։ Իրեն բադիվ կդառնա ոչ թե դժկոհություն, ոչ թե փեր, ոչ թե անհանգստություն, ոչ թե դրդունջ, ոչ թե իրարու հետ խոսիլ, իրարու չարախոսել, այս է, այն է, ես կտեսնեմ ծառայողներ, որ քիչ մը ծառայության տաշտի մեջ կփեռնավորվին, կսկսին իրարու հետ խոսիլ, իրենց փեռնավորվածությունը, կսկսի ընդարձակվիլ, կսկսի առաքելության մասին բաներ ելել, կսկսի դարբեր բաներ ելել, բարձորեն, որովհետև Աստված չի կառավարել այլևս։ Դաղանտը ցիրկը իրեն դեղ մտրած էին կգուզե որ իր ֆիզիկական, զգացական իրավունքները առնել։ Բադասխանատվություն վերցնելը իրեն գլա առանձնաշնորհում։ Գիտես է որ դու բադասխանատվություն շալգող մարդ ես եւ Աստծո առջև ձունգի կգնաս այդ քեզի հանձնված բադասխանատվությունը շալգած առաջին զգացումը, հաղթական զգացումը աղոթքի սկսելու ադեն ինչ կլա որ Աստված քեզի է եւ դու իրեն ես։ Առանձնաշնորհում հարաբերությունը կստեղծվի, որ փամը չկա որ անոր գախտե։ Փամը չկա որ գախտե։ Եվ անոր համար շատ կարևոր է շինարարի մտայնությունը ворթեքրել մեր առօրյայի մեջ։ Բողոս հասկացած էր այս ճշմարտությունը։ Գործարակելոց 20-24-ի մեջ տեսեք ինչ կսե։ Իմ հոգս չէ։ Ինձի համար կարևորը կյանքս չէ։ Այլ գուզեմ ուրախությամբ իր վախճանին հասցնել սկսած գործս։ Այն պաշտոնը, որ Տեր Հիսուս տվավ ինձի, ոչ թե Դավիթը, փաստերը, Սեբուն, այս ան տվավ ինձի, որ Աստված տվավ ինձի։ Գուզեմ իր ավարտին հասցնել Աստծո շնորհքը ավետարանելու։ Աստծո շնորհքը ավետարանելը միան ավետարանին բարերը քարոզել չէ։ Ասիկա ուրիշ նույն է։ Հետևաբար նկատի առ երբեք չսավ Բողոս իմ նպատակագետս հանգստություն է։ Բնավ չսավ իմ նպատակագետս հաջողություն է։ Բնավ չսավ իմ նպատակագետս ջանցված ըլլալ է ամենուն կողմե, գիտնան որ Աստված ինչ կնե եւ այլն եւ այլն։ Բողոսի նպատակը շատ բարձ էր։ Ավարտել այն, ինչ որ Աստված իրեն հանձնեց։ Ճամփու ընթացքին ինչ քին գարաչարգես ազատես։ Ես պատրաստ եմ դալու։ Աս կորձը իմ նպատակագետս է։ Շինարարները ներգայեն անթին կտեսնեն։ Ներգայեն տեսնելով չէ որ շինարարությունը գնեն։ Շինարարները այսօր որոշումներ գարնեն, որոնք վաղվան օրը պիտի շինեն։ Վաղվան օրը պիտի ամբողջացնեն։
Նեեմյան բարիսները վերաշինեց, բայց իրականության մեջ ան վերաշինեց պաշտամունքը, Աստված պաշտությունը վերադարձուց։ Ան վերադարձուց երգիրին, քաղաքին, ժողովրդին ինքնությունը։ Նե գարդ մշինելներ գա, որ միան արդակին մշինելու հետ կապված չէ։ Վերադարձուց բաներ, որոնք վերապերի ժողովրդին, ազգին, պետքին, ինքնությունը, պաշտամունքը, ժողովրդին ապահովությունը վերադարձուց, ժողովրդին քալիք սերունդներուն ապրելացևը դրավ մշակույթի մեջ։ Ուրեմն միշտ ավելի հերուն գնային, քան ուրիշները, որոնք կրնան ժամի այդ բահվան դվյալ բահուն նայել։ Օրհնողները հաճախ գնային ներգային մեջ զգացումներուն ինչ կտպչի։ Իսկ շինարարները վաղվան իրականությունը փոխելու քայլեր կառնեն։ Շինարարները իրենց ընելի կորձը կշարունակեն, նույնիսկ երբ իրենց զգացումները մինչ կորձը կգադարեն, իրենց հագարակ բաներ կսեն։ Իրենց զգացական հույզերը կթատրին, օրինակ տամ ցեզի։ Եվ որ դերը մեզի բան հայտնե, Հովիվի միջոցով, ծառայողի միջոցով մենք խանթավարվենք։ Քանի օքի ունեցել է այդ քեղեցիկ բանը, որ ես գուզեի ընել եւ ինձի առաջարկվեցավ, խանթավարությունը եկավ։ Բայց խանթավարությունը գրնա 1 ամիսեն 1 տարին, ինչը լալ զգացական բաժինը իջնալ։ Ինչ գերեվի Երևան գելլե, ինչպես ճուրին դագեն քարերը գելլեն, այդպես եւ մեր ծառայության փերերը կսկսին երևիլ։ Շինարարները նույնիսկ երբ այդ զգացումները, որ սկիզբի ծառայության սկսելու զգացումներն են, բաքսին դժվարությունները շատնան, դեռ կշարունակեն, որովհետև իրենք զգացումներուն համար չէին ծառայել։ Շատ ավելի անտին կտեսնեն։ Լավ մտի գրեք ժողովուրդ, ասոնք գիտության հետ կապված չեն, ասոնք առօրյա փորձառության հետ կապված իրականություններ են։ Ամեն մարդ կսկսի ոգևորվելով, բայց շինարարը կշարունակե նույնիսկ երբ իր այդ ոգևորված վիճակը լեցուն խոչընդոտներով հանդիպի, լեցուն արգելքներով հանդիպի, որովհետև անոնք չէին պատճառը, անոնց չլալը չէր պատճառը, որ ինքը կործանե։ Ինք ըրավ Աստծո հետ իր ուխտին, իր որոշումին մեջ։ Բայց շատ քիչեր հավատարիմ կշարունակեն։ Եվ ասիկա միշտ այսպես է, ամեն դեղի մեջ։ Մեկ կարևոր ճշմարտություն մը հասկանա շինարարը, որ զգացումները կփոխվին, բայց գոչումը կմնա։ Հետևաբար մեր զգացումները բնավ բեք չէ ղեկը բռնեն մեր հոգևոր կյանքին։ Տեսեք ինչ կսե Գաղատացիս 6-ը, քալով մեզի չցանցրանանք բարիք կործել է, որովհետև եթե հարադևենք, անպայման որ արդյունք պիտի քաղենք իր ադենին։ Չեն շիներ, որովհետև ներշնչված կսկան այդ բահուն, կշինեն, որովհետև հավատարիմ կմնան կոչումին։ Մենք պետք ունենք միշտ մենք մեզի ազատելու այդ փեր զգացնող պայմաններեն։ Մենք մեզի մեր հավատքով ազատելու այդ մեր ծառայութենեն Աստծո թագավորության գործը ունելու այդ զգաց բաշտոնեն հերացնող ճնշում են։ Պետք է մենք մեզի ազատ պայենք։ Եվ ասիկա ամենուն հետ է Տեր Հիսուս իր մե առաջ եւ բոլոր Տեր Հիսուսեն յետ եկողներուն հետ նույնը բադած է, մինչև վերջին օրը նույնը պիտի բացվի։ Շինարարը այսպես կրնա մտածել, շինարարին ներշնչումը այսպես կլա։ Հիսուս իր ղարքին ամենամեծ շինարարն էր, չէ՞։ Ամենամեծ հիմնական բոլոր օրինակներուն իրական գադարումն էր, երբեք չէր փորձեր փախուստալ այդ ժամանակ, երբ ըսավ հայր այս կավաթը ինձ մե անցուր, եթե կարելի է այլապես պիտի գադարեմ, թող քու գամքը դլա։ Բնավ փախուստ չէր փորձեր դալ։ Ոչ թե իմ գամքս, այլ թող քու գամքը դլա։ Խաչի բաղմությունը ամենամեծ շինարարության բաղմությունն է, որովհետև մեզ մեկ զողողությամբ բոլորին փրկություն բերավ։ Մեկ զողողությամբ բոլորին կյանքը Աստծո հետ հաշտեցուց, բոլորին կյանքը Աստծո նմանությամբ աճելու եւ նպատակագետին հասնելու եւ աստաշխարեն անցնելով հավիտենականության մեջ շարունակելու իրականացուց կամ հասցուց։ Շինարարները միշտ այս մտայնությունը կունենան, որ մարդիկ շինեն։
շենքը օրը պիտի հիմնա, նախագիծերը օրը պիտի ավարտին, հասնին, փոխվին, բայց մարդիկ հավիտյան պիտի մնան։ Ինչքան քու աշխատանքը մարդիկ շինելու կապված է։ Կյանքը առօրյան նույնիսկ մեղանչական բնության մեջ, գիտեք, շատ քեղեցիկ էր, անցյալին քիր քրագանություն չկար։ Քաղաքին մեջ, քյուրին մեջ ամենաշատ մի քանի փառքի ցողը ինքը ղեկավարը գլար, որովհետև մի քանի փառ ավելի գիտե։ Խոսիլ գիտե։ Եվ գիտեք, ավանդությունը միշտ գանցներ հաջորդ անցիմը, որ շատ անորքով կմնար, անգեգարներ, ինքը գթարնար շարունակողը։ Հետևաբար ծեր կորձը հավատացյալ իբրև, երբ մեկը ծեր շրտներուն գնայի, նայեցեք, որ ինչպես կրնակ ասել բաներ, որ սորվի և շինվի այդ անձը։ Մի ուզեք միայն մարդը օրհնվի։ Նայեցեք, իմ առաքելությանս մեջ սկիզբեն ջսրֆիատեն մեծամասնությունը գիտեք, շատ զորավոր օծություն եղած է։ Շատ զորավոր։ Բայց միաժամանակ զուգահեռ միշտ հանդիմանություն կալած է հավատքով մոտենալու, նվիրումով մոտենալու, միշտ պահանջ եղած է հավատքով նվիրումով մոտենալու, սրբությամբ ապրելու, նկարակիր փոխելու, միշտ ասոնք եղած են, որովհետև ասոնք կբահեն օծությունը մարդուն կյանքի մեջ։ Բողոս իր կյանքով ներդրում հրավ Դիմոթեոսին մեջ, Դիդոսին մեջ, Շիղային մեջ, եկեղեցիներու մեջ, աբակա առաջնորդներու կյանքի մեջ եւ մինչեւ այսօր կգարտանք, ան մարդիկ շինելու առաջնորդությունը հայտնությունը ուներ Սուրբ Օքին։ Նույն Սուրբ Օքին այսօր երբ քեզի կներշնչե, Սուրբ Օքին կներշնչե, որբեսի թուն շինես մարդիկը։ Կարոզելուտ, խոսելուտ արիտները միայն խոսքերդ հասցնելու մարդոց ցույց տալու թե թունով ես ինչ ես ադիգա թող չլա։ Քու կարոզչությունդ եւ արիտներդ թիմացինը շինել թողլա։ Ոչ թե միայն իրեն բադվեր դուր, իրեն ուղություն դուր, ներքնաբես ինչն է, որ եթե ընե ինքը ճիշտ է, որբեսի հաչողի։ Շատ անգամ մարդոց թարն գերևի, շատ անգամ մարդոց ծանր պիտի երևի։ Ես լսած եմ, եթե Պաստոր Քևորքին եկեղեցին երտակ ոնդե ծանր է, բաներ կա որ պիտի կեցնեք։ Լսած եմ, ասիգա լսած եմ ոչ անհավատներ է, լսած եմ անոնք, որոնք Պենտեկոստ եկեղեցիի մեջ են, եթե երտակ պետք է ծխախոտ կեցնեք, թեև մենք օրը մեգումը չեն գսած, արկիլված է, չես կնար անդամը լալ, եթե ծխախոտ ունիս։ Խմիչքը չես կնար ձխել, չես կնար խմել, եթե երտաս, մինչ այդ իրենք կանի կխմեն, կձխեն եւ գնեն։ Սո հետեւաբար այս բաները պետք է շեշտ դրվի վրան։ Շատ անգամ մարդիկ պիտի դժվարանան ընդունել այս իրականությունները։ Շատ անգամ մարդիկ Աստվածաշունչեն համար պիտի գտնեն իրենց ուզածները անելու համար։ Բայց արդյոք Աստծո ներշնչումին համաձայն է։ Տեսեք Պողոս Արաքյալ ինչ կսե։ Քաղաքացիս 4:19 Իմ ցակուկներս եք դուք, բայց ահա դարձյալ մորմբես երկունքի ցավ կքաշեմ ցեզի համար, մինչև որ Քրիստոսի հարազատ բատգերը դառնաք։ Դագավին իրենց շինվելու համար իր բաժինը կփերը, մինչև որ Քրիստոսի հարազատ բատգերը դառնաք։ Հետևաբար Պողոս Արաքյալ ասոր մեծ ցույց կտա, նայեցեք լավ մտեր գերեք, Պողոս Արաքյալ միայն հավատքի քալու որոշում գայացնողները չեր փնտրեր։ Հե հալելույա ապաշխարեց վերջ կորձը ամբողջացավ։ Իր խոսքով ցույց կտա, որ միակ որոշում գայացնող մարդիկ չեր փնտրեր։ Հաբա անգը փապակեր, որ Քրիստոսի գադարյալ բադգերը երևի յուրաքանչյուրին մեջ։ Այսօր հավատքի այս մտայնությունը կա, որ մարդիկ կսե, ես այսպես եմ, քու այդպես լալդ 100% ընդունելի է Աստված ստեղծած է։ Նկարակիրդ փոխվելու պետք չունի, որովհետև Աստված յուրաքանչյուրի մեջ հadoop նկարակիր դրած է։ Փոփոխությունը որ քու մեջդ պիտելա, քու նկարակիրդ իր նմանությամբ եւ փուն իրեն կողմե դրված ցևով անչափ մարդկային սայտակած փնության շեղումներուն պիտի որ ապրիս։ Բանջվածը այդ է ոչ թե նկարակիրդ փոխել։ Եվ ցուգալ նկատի արեք, երբ մարդիկ դարբեր ունին մոդեցում, ըմպոստ են, ապստամբ են, իրենց փոխելիքը նկարակիրը չէ, ոչ իսկ ծեր զավակները,
Մենք մեր զավակներուն հոգադարներ թրված ենք Աստծո կողմէ, ոչ թե մեր զավակները մեզի նման ծնելու համար։ Բնավ, դեսե Աստծո բարգևն է մեզի, պատասխանատվություն ունենք իրենց հոգալու, ոչ թե որպեսի մեզի նմանին, ես իմ երկու զավակներուս այն մեկը իր մեջը խառնուրդ ինձ մե բաներ ունի, մեկը լման ինձի չի նմանին, օրը չեմ փորձեր, ոչ ալ պիտի փորձեմ, որ անոնք ինձի նմանին։ Անոնց ունեցածը դերոճմով ուղղելու պիտի առաջնորդեմ, որ իրեն մեջի տրվածը, որ այս աշխարհին պետք է, համայնական եկեղեցին պետք է ինք հաջողի գլուխ անել։ Եվ ամեն օր գրեթե բզդիկներուս երբ կսեմ այս երեք այս մինեք իրենց կսեմ նայեք դերես իմ ասածս ցեզի հաջելի չլա հիմա շատ կպապակի սնել բայց ես պետք ունին քեզի իսելու որովհետև ասիկա ճիշտն է ես չեմ գնար որովհետև դու կսիրես կամ չես սիրեր իմ պատասխանատուտենես ելեմ ես քեզ մե շատ ավելի մեծին արչև հաշիվ պիտի դամ քեզ մե շատ ավելի սիրած Աստծուց արչև հաշիվ պիտի դամ Հետևաբար ես կփորձեմ իր գոչումը, իր ցիրկը, իր կարողությունը, իր նկարակիլը ուղղել ճիշտ ձևով։ Որ իր նկարակիրը, որ իր փնազդին մեջն է, built-in է, կարենադով աջիլ։ Օրնողները մարդիկ կկաչալեր են, կփավարարի, կարևորը մարդիկ ուրախ լան, կարևորը մարդիկ լավ լան։ Իմ հոգս չէ մարդիկ ուրախ լան։ Թեև ես գուզեմ որ մարդիկ ուրախ լան։ Բայց ամենը սածես ուրախ պիտի չլան։ Չեմ գնա փոխել։ Գիտեք ինչու։ Սեբուն պանոմը գուրախանա։ Ինչով, չեմ գիտեր։ Ինչով գրնաս ուրախանալ։ Մարդ կային գխոսինք կոր։ Բաղվա, դու ինչով գրնաս ուրախանալ։ Դու ինչով գրնաս ուրախանալ։ Դոկտորը բդույթ կսիրե։ Դեսարան դիդել կսիրե։ Դու ինչով գրնաս ուրախանալ։ Կոմպյուտերի վրա աշխատիլ։ Ամեն մեկը որ մեկուն ուզածը պիտի դաս որ դաս։ Չէ՞։ Եվ հոգևոր յանքի մեջ մինչ խորուրդ կուտաս, այս դարբեր բաներ սիրողները հոգևորի մեջն իրենց դեսագետ ունին։ Քարոզը շատ խիստ էր, շատ մեղմեր, օծություն ավելցուր, սկացական բաները բացել, որ մեկուն ուզած է պիտի ամեն մարդ բամը գուսե։ Հետևաբար շատ կարևոր է մենք չգեցնենք մարդիկ օրհնելը, կարևոր է։ Մեր եկեղեցի մեջ չենք կեցել, որովհետև մենք գավադանք որ ցերկ տնենք, գանցնենք իրենց բամը։ Չենք կեցներ օրհնելու մեր կորձը, բայց իբրև շինարարներ գործնենք։ Միան հիշադակներ չենք ցկեր մարդոց մեջ, հաբա հիմեր գտնենք մարդոց մեջ, կյանքի մեջ։ Չեմ ուզեր միան իմ խոսքովս ինքը դպավորվի։ 90% դպավորվեր են, բայց 90%-ը չեմ տեսներ, որ իմ գողքիս են։ Ես գագնգալ եմ փոփոխություն տեսնվի, Սուրբ Օքին մգրդությունը, Սուրբ Օքին փորձառությունը եւ անոր հետ քալելու փորձառությունները ըլլան, որ միասին կարենանք Աստծո ծառայել, ոչ թե չենք համաձայնիր։ Քանի օքի գիտե Գողոսացիներու նամակը, քանի օքի գիտե Գողոսացիներու նամակը Բողոս Արաքյալի գրած Նամակը գրած է Բողոսի շրտներեն ելած խոսքերով Դեմասը։ Բողոս ներշնչվեցավ, Դեմասը գրեց։ Բողոս Դեմասի նամակը գսե մեր կորձագիցը, համակորձագիցը Դեմասը։ Վերջնալ գսե ժամանակը վերջը Դեմասը մեզի լքեց եւ աշխարհ ընտրեց։ Հետևաբար սիրեիներ Շինարարները գցկեն հիմեր։ Դարիներ անցնել է յետք Նեհեմիային շինած բարիսներուն հիմերը դագավին գային։ Բոհոսի մահեն երկար ժամանակ վերջ եկեղեցիները կշարունակեին աջիլ։ Դավիթի մահեն երկար ժամանակ ետ դաջարը գառուցվեցավ։ Հիսուսի համբարձումեն երկար ժամանակ ետ եկեղեցին դագավին աշխարի վրա գդարածվի չեկեցած։ Ամեն կորձ, որ շինարարութեն է դուրս եկած է, ոչ զգացական, ոչ մարդկային, անիգա շարունակություն ունի, անիգա սկիզբն է, որ հավիտենական պիտի մնա իր կոյադևելու միտքով։ Հետևաբար սիրելիներ,
Շատ կարևոր է, որ ամեն հավատացյալ այս հարցումին պատասխանե։ Միայն ուրիշին շինածը վայելող եմ ես, ուրիշին օծութենեն օգտվող եմ ես, ուրիշին աղոթքով բժշկվող եմ ես, ուրիշին աղոթքով հաջողություն գտնող եմ ես, թեև աղոթելը, օծությունը բոլորը ճիշտ են, Աստծո դվչությունն է, բայց ես ինչ եմ։ Ես ուրիշին շինողին փերածները վայելողն եմ, կամ թույլ կտամ, որ Աստված այսօր իմ ներսիտից շինե։ Եթե Աստված իմ ներսիտից շինե, ես այլևս դվող կլամ։ Այլևս միշտ դվող պիտի փնտրեմ։ Քանի օքի գիտե Հիսուս նույնիսկ իր աշակերտներուն այ բանեց ասելով այդ ժամանակ, Տեր Սուրբ Օքին չի գար, մինչև երբ ես ցեզի հետ պիտի լամ։ Եվ այ բանեց լավ, լված վերեմ վար։ Մինչև երբ ես ցեզի հետ պիտի լամ։ Դեպաբար շատ կարևոր է, որ մենք իրական գերբով քալենք։ Աստծո արքայության կորձը չի շարունակվիր բացի շինարարներուն հետքով։ Ավետարանական եկեղեցիներուն 90% եւ ավելի եկեղեցվո անաբադական հայրերուն նկատմամբ շատ սխալ մոդեցում արդահայտություն ունին։ Իմ ներշնչումից կբռնվիմ, եթե ամբողջ չնալ հագարակլան, որ դերը իմ սրտիս մեջ դրած է, այդ մարդերը այն ադեն իրենց դրված շինությունը գնային։ Իրենց ապրած կյանքը եւ այդ ժամանակամիջոցը գործված քրիստոնեական աշխարհի նմանող քրիստոնեական կյանքին գողքին հիմ դրավ, որ չգործվեր քրիստոնեությունը։ Այլապես քրիստոնեությունը պիտի գործվեր։ Այսօր այդ մարդոց ըրածը կխնդանք ադոր վրա, բայց հաշիվ պիտի տանք վերջը։ Մենք պետք է նայենք լավ Աստծո խոսքին, լավ բացության եւ ճիշտ մոդեցում ունենանք, ոչինչ որ գսկանք արդահայտվենք, որովհետեւ անոնք իրենց օրերուն բաներ շինեցին։ Այսօր ալ մենք մեր օրվան մեջ բաներ կշինենք։ Հետևաբար քին վճարողները, շինարարները փնավ քին վճարելը չեն մերժեր։ Աստծո նպատակով այնքան կգրավվին քին վճարել, քին վճարող շինարար մարդիկը, որ քին վճարել այլևս իրենց հանգստությունը որոշել են ավելի անտինգերտագամ հանգստություն փնտրելը չի դառնար, որովհետև իրենք լման ուրիշ մագարտակի մեջ են։ Ամեն։ Եք ոտքի գեցեք։